Հաճախ քննական մտածողություն ասելով նկատի ունեմ, որ պետք է լսել եւ հաշվի առնել բոլոր կողմերը։ Սակայն քննական մտածողությունը տարբեր կարծիքները պարզապես հաշվի առնելը, հետո համադրելը, հետո տրամաբանորեն ճիշտը ընտրելը չէ։ Մեզ հասանելի կարծիքները կարող են ամբողջական լիարժեք չլինել, չդիտարկեն երևույթը բոլոր կողմերից։ Ավելին, կարող են սխալականել լինել եւ կստացվի, որ չնայած դիտարկում ես բոլոր կարծիքները, այնուամենայնիվ ունենում ես կողմնակալ ընկալում։ Այս իմաստով քննական մտածողությունը իսկ ավելի ճիշտ լիարժեք ընկալումը, եթե ուզում ես իրոք հասկանալ որևէ երևույթ, այն է, երբ ունես ինքնուրույն, հնարավորինս ամբողջական, համակարգային ըմբռնում։ Կողմնորոշվում ես, այս մոտեցումը տեղին է, ամբողջական է, թե թերի, եւ որքան եւ ինչպիսի լրացուցիչ այլ հետազոտություններ ունես անելու երևույթի կամ իրադարձության մասին լիարժեք ամբողջական ընկալում ունենալու համար։ Ասածս այն է, որ անհրաժեշտ է ինքնուրույն կարողանալ կողմնորոշվել տարակարծության օվկիանոսում։ Ինչու՞։ Ճիշտ որոշումներ կայացնելու, ճիշտ գործելու համար։ Ավելի մանրամասն քննական մտածողություն եւ հուզական ինտելեկտ տրեյնինգին։ Մանրամասները մեկնաբանություններ առայժմ։